Սիրելի եկեղեցի եւ բոլոր նրանք, ովքեր որ մեզ առցանց հետևում են, ողջույն բոլորիդ եւ փառք Աստծո, որ առիթ ունենք միասին գալու դեպի Աստված եւ նրա խոսքից լսելու, սովորելու եւ աճելու հավատքի կյանքի մեջ։ Ուրեմն ասեմ, որ այսօրվա Աստծո խոսքի պատգամը վերցրած է Հռոմեացիներին ուղղված նամակից 8-րդ գլուխ 14 համարից եւ ասեմ, որ այս համարը մեր 2026 թվականի մեր եկեղեցու տարվա խորագիրն է հանդիսանում։ Ուրեմն ամեն անգամ եկեղեցու սրա մտնելուց եւ դուրս գալուց պիտի պատրաստած այնտեղ նյութ կա տեղադրված, որտեղ որ պիտի տեսնեք այս համարը անընդհատ մեր աչքի առջև պիտի լինի եւ անցնելուց դառնալուց պիտի անընդհատ մտածենք, խորհենք այս խոսքերի շուրջ։ Եվ Աստծո խոսքն ասում է, ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր շատ հեշտ է ունենալ քրիստոնեական խոսք, շատ հեշտ է ունենալ քրիստոնեական կեցվածք, ունենալ քրիստոնեական բարեպաշտություն, ունենալ աստվածաբանական գիտելիք, հեշտ է անվանվել քրիստոնյա, սակայն վտանգը նրանում է, որ միևնույն ժամանակ շատ մարդիկ չեն առաջնորդվում Աստծո խոսքով եւ Աստծո հոգիով։ Շատերը կարող են իրենց համարել Աստծո զավակ, սակայն իրենց առօրյա որոշումներում, վարքագծում եւ մարդկանց հետ ունեցած իրենց հարաբերությունում առաջնորդվում են ոչ թե Աստծո հոգուց ելնելով, այլ սեփական ցանկություններով, զգացմունքներով կամ աշխարհային մտածողությամբ եւ վարք ու բարքով։ Այս պատգամի նպատակն է հիշեցնել եւ մեր մեջ վերականգնել այն կենսական ճշմարտությունը, որ Աստծո որդի լինելու իրական ապացույցը ոչ թե մեր խոսքերն են կամ հոգևոր ցուցադրական արտաքին դրսևորումները, այլ այն, թե ով կամ ինչն է իրականում առաջնորդում մեր կյանքը։ Մեղքը, եսը, թե Աստծո հոգին։ Այս քարոզը կոչ է չմարել Սուրբ Հոգին մեր մեջ, այլ գիտակցաբար ապրել նրա առաջնորդությամբ, որպեսզի մեր կյանքը վկայի, որ մենք իսկապես մենք Աստծո որդիներ ենք։ Ուրեմն գալով Հռոմեացիս 8-րդ գլխին մենք տեսնում ենք հետևյալը, որ Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ Քրիստոսում գտնվող մարդը այլևս չի ապրում մեղքի եւ դատապարտության իշխանության ներքո, այլ ապրում է Սուրբ Հոգու առաջնորդության մեջ։ Այս հատվածում հակադրվում են հետևյալը՝ մարմինը եւ հոգին, մահը եւ կյանքը, ստրկությունը եւ որդեգրությունը։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 1-14 համարները սովորեցնում է, որ Քրիստոսի մեջ գտնվող հավատացյալը ազատված է դատապարտությունից, ոչ թե օրենքի կամ մարդկային ջանքերով, այլ Աստծո կենարար հոգու միջոցով։ Եվ այդ կյանքը իրականանում է միայն նրանց մեջ, ովքեր հրաժարվում են մեղքի իշխանությունից ու առաջնորդվում են Աստծո հոգիով։ Պողոս առաքյալը բացատրում է հետևյալը, որ ըստ մարմնի մտածողությունը մահ է բերում, իսկ ըստ հոգու մտածողությունը կյանք եւ խաղաղություն։ Ուրեմն մարմինը ոչ միայն չի հնազանդվում Աստծուն, այլ նաեւ չի էլ կարող հնազանդվել։ Այս հատվածը տանում է դեպի մի եզրափակիչ կարևոր ճշմարտություն եւ ճշմարտությունը հետեւյալն է. ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են։ Ուրեմն այստեղ շեշտը դրվում է ոչ թե մարմնի կատարած գործողության, այլ հնազանդություն Աստծո հոգուն, հնազանդություն նրա կենթանի խոսքին։ Պողոսը չի ասում, որ նրանք են որդիներ, ովքեր լսել են Աստծո մասին, ովքեր լսել են Աստծո խոսքը, չի ասում նրանք են որդիներ, ովքեր որ գիտեն, թե ով է Աստված, կամ ինչ է գրված Աստծո խոսքի մեջ, կամ ովքեր վարդապետությամբ ճիշտ են, նրանք են Աստծո որդիներ, այլ նա ասում է կարևորագույն մեկ ճշմարտություն, ովքեր առաջնորդվում են Աստծո հոգիով
նրանք են Աստծո որդիները։ Ուրեմն Աստծո որդին լինելու իրական ապացույցը Աստծո հոգով առաջնորդվելու մեջ է։ Սա է միակ փաստը, ապացույցը, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ուրեմն քարոզի այս առաջի հատվածը հետևյալի մասին պիտի խոսենք։ Ինչ է նշանակում առհասարակ, ինչ է նշանակում առաջնորդվել Աստծո հոգիով։ Այո, մենք խոսում ենք սրա մասին, սակայն ինչ է սա նշանակում։ Եկեք սրա մասին խորհենք։ Առհասարակ ինչ է նշանակում առաջնորդվել Աստծո հոգիով։ Աստծո հոգով առաջնորդվող մարդիկ ունեն ներքին եւ արտաքին հնազանդություն Աստծո խոսքին։ Այսինքն ոչ միայն արտաքնապես ցույց են տալիս, որ համաձայն են Աստծո խոսքի գաղափարի կամ ճշմարտության հետ, այլ ունեն ներքին հնազանդություն այդ խոսքին։ Այսինքն այդ խոսքը բերում են իրենց կենցաղ, իրենց առօրյան եւ հնազանդվում են այդ խոսքին։ Աստծո հոգով առաջնորդվել նշանակում է հետեւյալը, որ մեղքը եւ մարմնավոր գործերը իմ եւ քո կյանքում պիտի լինի մերժված։ Կողոսացիներին ուղված նամակում 3-րդ գլուխ 5-ից 8 համարներն ասում է. ուրեմն սպանեք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա, եւ շարունակում է, ինչ է մեզ պատկանում։ Պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով, այսինքն ապրում էիք պոռնկությամբ, ապրում էիք կիրքերով, չար ցանկություններով, ագահություններով եւ այլն։ Մի ժամանակ դուք էլ էիք այդպես գնում, բայց հիմա եկաք դեպի Քրիստոսը։ Եվ շարունակում է ասելով, բայց հիմա դուք էլ դեննետեք այդ ամենը եւ ասում է թե ինչը բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Մեկտեղ ասում է սպանեք այն ինչ որ ձերն է եւ շարունակում է ասելով պոռնկություն, չար ցանկություններ, ագահություն եւ այլն։ Եվ հաջորդ բանը ասում է դուք դեննետեք բոլոր ամոթալի խոսքերը ձեր բերանից, հայհոյանքը, չարությունը, ինչն ենք դեն նետում։ Դեն ենք նետում բոլոր այն բաները, ինչ որ պիտանի չեն մեզ։ Դեն ենք նետում բոլոր այն բաները, որոնց որ մենք աղբ ենք համարում։ Հիմա Աստծո խոսքն ասում է, որ հետևյալը, ովքեր են նրանք, ովքեր որ առաջնորդվում են Աստծո հոգով, նրանք, ովքեր որ մերժում են եւ իրենց կյանքից հեռացնում են աշխարհային ցանկությունները, հեռացնում են այս ամեն մեղքերը, հեռացնում են այս ամեն պղծությունները, մինչև անգամ իրենց շուրթերից հեռացնում են անվայել խոսքերը։ Աստծո հոգով առաջնորդվելը նշանակում է ապրել, մտածել եւ որոշումներ կայացնել Սուրբ Հոգու ազդեցության ու ուղղորդման ներքո։ Ոչ թե սեփական կամքի, ցանկությունների կամ մեղավոր բնությունից թելադրված լինելով։ Հոգևոր մարդիկ կարևոր որոշումներ կայացնելու համար չեն առաջնորդվելու սուբյեկտիվ, այսինքն անձնական տպավորություններով կամ իրենց մտավոր ու էմոցիոնալ նախասիրություններով կամ կապրիզներով, առաջնորդվել Աստծո հոգով նշանակում է թույլ տալ, որ Սուրբ Հոգին Աստծո խոսքից լուսավորման արդյունքում ձևավորի մեր մտածողությունը, ձևավորի մեր որոշումները, ձևավորի մեր գործերը, որպեսզի մեր կյանքը վկայի, որ մենք Աստծո զավակներ ենք։ Ինչ է նշանակում առաջնորդվել։ Այս բառը նշանակում է քայլել կամ գործել ինչ որ մեկի կամ ինչ որ բանի ազդեցությամբ, նրա ուղղորդմամբ, նրա ղեկավարմամբ։ Այսօր շատերն են ինչ որ բանի ազդեցությամբ կամ ուղղորդմամբ գործում։ Ոմանք լսում են իրենց հարազատին եւ գտնում են նրա ազդեցության տակ, ոմանք գտնում են շրջապատի ազդեցության տակ, ոմանք գտնվում են
խմիչքի ազդեցության տակ, ոմանք խաղամոլության ազդեցության տակ, այո նաև ոմանք էլ թմրանյութի ազդեցության տակ։ Եվ ամեն մեկը ինչ որ բանի տիրապետության տակ գտնվելով սկսում է գործել։ Բայց այստեղ Աստծո խոսքն ասում է, որ մենք պիտի լինենք մեկի ազդեցության տակ, նրա ուղղորդման տակ, եւ դա Աստծո հոգին է։ Առաջնորդվել Աստծո հոգով նշանակում է լինել Աստծո ազդեցության տակ, լսել, հասկանալ եւ հետևել Աստծո ուղղորդմանը։ Ուրեմն ինչ է նշանակում ուղղորդվել։ Եկեք մի պահ սա էլ փորձենք ավելի խորը հասկանալ։ Ուղղորդել նշանակում է մեկին տալ ճիշտ կողմնորոշում եւ ցույց տալ, որ ճանապարհով գնալ։ Ուրեմն եթե մենք գտնվում ենք Աստծո հոգու ազդեցության եւ ուղղորդման տակ, սա նշանակում է, որ մենք թույլ ենք տալիս Աստծուն, որ ինքը մեր կյանքի մեջ ցույց տա ճշմարիտ ճանապարհը, թե որ կողմով պիտի գնանք։ Հաջորդը, ինչպես վարվել տվյալ իրավիճակում, օգնել անհատին տարբերել չարը բարուց, ճիշտը սխալից, տարբերել արդարությունն ու անարդարությունը, տարբերել սրբությունն ու մեղքը։ Երբ որ մենք գտնում ենք Աստծո հոգու ազդեցության տակ, սա նշանակում է թույլ տալ, որ Աստված մեզ ցույց տա, թե որն է ճշմարտությունը եւ որն է կեղծիքը մեր կյանքի մեջ։ Ուղղորդել նշանակում է ցույց տալ, ասելով, ահա ճիշտը, գնա եւ սա արա։ Աստծո հոգով առաջնորդվող մարդը գիտակցում է Քրիստոսի մեջ իր նոր ինքնությունը եւ այն, որ նա այլևս չի ապրում հին մեղավոր մարդու տրամաբանությամբ, առաջնորդվում է նրա կենթանի հոգիովը։ Եվ ինչ է սա իրենից ներկայացնում։ Ներկայացնում է հետեւյալը՝ չապրել կեղծ հոգևոր կյանք։ Չապրել կեղծ հոգևոր կյանք։ Այսօր շատերն են կեղծ հոգևոր կյանք ապրում։ Խոսքերը կեղծ, վարվեցողությունը կեղծ, կեցվածքը կեղծ, բառամթերքը կեղծ, բայց էությունը քրիստոնեական կյանքի տարբեր է։ Հայտարարում են մեկ բան, գործում են մեկ այլ բան։ Ղուկաս ավետարան 11-րդ գլուխ 39 եւ 40 համարները, եթե ունեք սուրբ գրքեր, խնդրեմ որ բացեք եւ հետեւեք։ Ղուկաս 11 39 եւ 40 համարներ եւ ասում է. Տերը նրան ասաց. հիմա դուք փարիսեցիներդ բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ եւ չարությամբ, անմիտներ, չէ որ արտաքինը ստեղծողը ներքինն էլ ստեղծեց։ Դուք ուշադրություն եք դարձնում ներքինի վրա, բայց մոռանալով մեկ բան, որ Աստված միայն ներքինը չի ստեղծել, արտաքինը չի ստեղծել, այլ նաև ներքինն է ստեղծել Աստված։ Շատ ժամանակ ուշադրություն ենք դարձնում արտաքին երևույթի վրա, մեր արտաքինի վրա, որ մարդիկ կտեսնեն եւ ինչ կասեն մեզ։ Բայց բաց ենք թողնում այն ինչ որ ներքինն է։ Եվ Աստված հանդիմանում է փարիսեցիների նրանց կեղծավորության համար, որ նրանք վարվում էին ցուցադրությամբ, մարդկանց ցույց տալով, թե որքան Աստվածապաշտ են, բայց նրանց էությունը, նրանց ներքին աշխարհը չէր համապատասխանում Աստծո խոսքին։ Հաջորդը մենք տեսնում ենք հետևյալը, որ ովքեր են նրանք, որ Աստծո հոգով են վարվում։ Գաղատացիներին ուղված նամակում 5-րդ գլուխ 22-ից 25 համարները խոսում է Սուրբ Հոգու պտուղի մասին, ասելով. հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուշկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ, եթե հոգով ենք ապրում, հոգով էլ վարվենք։ Եթե մենք Աստծո հոգով ենք ապրում, մենք հայտարարում ենք դա, ուրեմն մեր կյանքի մեջ պիտի դրսևորված պիտի լինի Աստծո սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը։ Եվ եթե ամեն մեկս հիմա քննենք մեզ, եթե հայտարարում ենք, որ մենք Աստծո հոգով ենք վարվում, արդյոք քո կյանքիդ մեջ կա
ճշմարիտ սեր, կա համբերատարություն, կա զսպվածություն, ասում է ժուշկալություն, որ զսպվածություն է նշանակում։ Արդյոք կա մեր կյանքի մեջ այդ զսպվածությունը, մեր խոսքի եւ կեցվածքի մեջ, արդյոք կա խաղաղություն եւ բարություն, արդյոք մեր կյանքում կա հեզություն, որը իր մեջ ներառում է խոնարհություն, փափկություն, նրբություն։ Եվ Աստծո խոսքն ասում է, եթե հոգով ենք ապրում, ուրեմն հոգով էլ վարվեք։ Եվ ուզում եմ հարցնել, եւ խնդրում եմ, որ ամեն մեկս մտածենք, արդյոք իմ առօրյա կյանքում եւ իմ վարքագծում արդյոք նկատվում է Սուրբ Հոգու պտուղը, թե դրան հակառակ այլ բան է նկատվում։ Խոսում եմ սիրո մասին, վարվում եմ ատելությամբ, խոսում եմ խաղաղության մասին, բայց բարկացկոտ եմ եւ կռվարար, խոսում եմ հեզության մասին, բայց հպարտ եմ, խոսում եմ ուրախության մասին, բայց տխուր եմ։ Հաջորդ հարցը, արդյոք իմ կյանքում կա մի ոլորտ, որտեղ դեռ չեմ թույլ տալիս, որ Աստծո Սուրբ Հոգին մուտք գործի այնտեղ։ Սովորաբար մարդիկ ունենում են գաղտնի կողմեր, որտեղ մարդկանց համար մուտքը խստիվ արգելված է։ Դա կարող է լինել անձնական պահարանը, անձնական պայուսակը, նրա դրամապանակը, նրա հեռախոսը։ Իսկ արդյոք քո կյանքում կա մի բան, որ դու փորձում ես թաքցնել Աստծուց, թաքցնել նրա հոգուց, քո սրտի խորքերում մի վայր, որ չէիր ուզենա, որպեսզի Սուրբ Հոգին մտնի այդ վայրը եւ տեսնի, թե ինչ է կատարում։ Արդյոք կա նման մի բան, որ կուզեր թաքցնել նրանից, որպեսզի նա չմտներ այդ գաղտնի վայրը։ Գալով բուն հատվածին, սիրելիներ, մենք հասկանում ենք, որ մարդը կարող է լինել կամ մեղքի առաջնորդության, ազդեցության եւ իշխանության տակ, կամ էլ Աստծո Հոգու առաջնորդության, ազդեցության եւ իշխանության տակ։ Ուրեմն միակ փաստը, որ մենք իսկապես Աստծո որդիներ ենք, դա այն է, որ մենք առաջնորդվենք Աստծո Հոգով, առաջնորդվենք Աստծո խոսքին համապատասխան կերպով։ Եվ երկրորդ հատվածը հետեւյալն է. Աստծո որդի լինելու փաստը։ Այսօր շատերը կարող են հայտարարել. Տեր, ես քո զավակն եմ, կամ ես Աստծո զավակ եմ, կամ Աստված իմ հայրս է, Աստված իմ Տերս է հանդիսանում։ Ուրեմն որն է փաստը, որ անհատը Աստծո որդի է եւ առաջնորդվում է իսկապես Աստծո հոգով։ Սիրելիներ, խոսքերը դա փաստ չեն, որ անհատը Աստծո հոգով է առաջնորդվում կամ պատկանում է Աստծուն։ Խոսքերը դա փաստ չեն։ Աստծո հոգով առաջնորդվում է նա, ով ամեն օր սնվում է Աստծո կենդանի խոսքով եւ ապրում է այդ խոսքին համապատասխան կյանք, ով հավատքով եւ ապաշխարությամբ ընդունել է Տեր Հիսուս Քրիստոսին, ով գիտակցաբար թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին Աստվածաշնչի միջոցով ուղղորդի ու շտկի իր կյանքը եւ կերպարանակից դարձնի Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստծո հոգով առաջնորդվելու փաստը դա Աստծո խոսքը մեր առօրյա կյանք, մեր կենցաղ բերել է նշանակում եւ ոչ թե Աստծո խոսքը մեր առօրյա կյանքից եւ կենցաղից դուրս շպրտել, այլ կիրառել խոսքը տվյալ վայրում, տվյալ պահին, քո առօրյայի մեջ, քո կենցաղի մեջ։ Աստծո որդի, այլ որովհետև դու որդի ես եւ դրա համար էլ Աստծո հոգով ես առաջնորդվում, ապա Աստծո հոգով առաջնորդվելն էլ իր հերթին դա հանդիսանում է որպես ապացույց, որ դու Աստծո որդի ես։ Մաղաքիա մարգարեության մեջ առաջի գլուխ 6-րդ համարը, 6-րդ համարի առաջի հատվածն ասում է. տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան իր տիրոջը, եթե ես հայր եմ, ուր է իմ մեծարանքը, եթե ես տեր եմ, ուր է իմ երկյուղը, եթե դու հայտարարում ես, որ նա քո հայրն է, ապա դու որպես Աստծո որդի, ուր է քո կյանքիդ մեջ նրան մեծարանքը, եթե դու հայտարարում ես, որ նա քո հայրն է, ուր է մեծարանքը
քո հոր հանդեպ, քո կյանքիդ մեջ։ Ես ասում եմ, որ ամեն մեկս քննենք, ասելով լավ, ուր է այդ մեծարանքը, ցույց տալով, խորհելով։ Եթե նա իսկապես Տեր է հանդիսանում, ուրեմն իմ կյանքում ուր է երկյուղը Աստծո առջև։ Եթե ես ասում եմ, որ լավ, դու իմ Տերն ես, լավ, փաստը ո՞րն է, որ նա քո Տերն է հանդիսանում։ Եթե մեր կյանքի մեջ բացակայում է Աստծուն մեծարելը, մեր առօրյա կյանքում, մեր կենցաղում, մեր մտքի մեջ, մեր խոսքի մեջ, եթե բացակայում է երկյուղելը Աստծո առաջ, ապա որտեղ է ապացույցը, որ մենք իսկապես նրանն ենք։ Ուրեմն եկեք խորհենք այս հարցերի մասին։ Ուրեմն Աստծո որդի լինել նշանակում է Աստծո հոգին քո մեջ չմարել, այլ նպաստել, որ այն քո մեջ բնակվի եւ ել ավելի բորբոքվի։ Թեսաղոնիկեցիներին ուղված նամակում 5-րդ գլուխ 19-րդ համարն ասում է. հոգին մի մարեք, հոգին մի մարեք, այլ ավելի բորբոքեք, լցվել Աստծո Սուրբ Հոգիով։ Եփեսացիներին մեջ ուղված նամակում ասում է. գինով մի հարբեք, որ անառակության է տանում, այլ հոգով լցվեք, միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսեք, ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք, ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնեք Աստծուն եւ Հորը։ Եթե իսկապես մենք լցված ենք Աստծո հոգով, մենք մեկս մյուսիս հետ ինչ կերպ ենք խոսելու, ինչի մասին ենք խոսելու, չարախոսելու ենք, բամբասելու ենք, ուրիշների կյանքի մասին ենք խոսելու, թե մեկս մյուսիս հետ խոսելու ենք սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, եւ սա նպաստելու է մեր հոգևոր կյանքի շինության ու նորոգության համար։ Ինչ է ասում Աստվածաշունչը այն մարդկանց մասին, ովքեր չեն առաջնորդվում Աստծո հոգով։ Գաղատացիս 5-րդ գլուխ 10-ից 21 համարներն ասում է. հայտնի են մարմնի գործերը, եւ ասում է որոնք են. շնություն, պոռնկություն, պղծություն, գիժություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություն, բաժանություն, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ եւ այն, ինչ սրանց նման են։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Ուրեմն եկեք քննենք, եթե կան սրա նման որևէ բան մեր ներսը, եթե իսկապես Աստծո հոգով ենք առաջնորդվում, մեր ներսը բնական պայքար պիտի առաջանա, հոգևոր պայքար պիտի առաջանա օտարը, սխալը, մեղքը մեր կյանքից վռնդելու համար, այն մերժելու եւ մեր կյանքից դուրս թողնելու համար։ Մենք չենք կարող ասել, որ մենք Աստծո հոգով ենք առաջնորդվում կամ մենք քրիստոնյա ենք, բայց թմրանյութեր բաժանենք։ Ասենք մենք քրիստոնյա ենք, բայց այդ թմրանյութերն օգտագործենք, հարբեցողություն անենք, անառակություն գործենք, գողություն անենք, չարակամություն անենք եւ ինչ որ սրան նման է, Աստծո խոսքն ասում է։ Ուրեմն ճանաչիր քո թույլ տեղը եւ գիտակցաբար նրանց ասա ոչ քո կյանքիդ մեջ։ Մեղքը մեր կյանքում պիտի լինի մերժված։ Մատթեոս 15-րդ գլուխ 8-րդ համարն ասում է. այս ժողովուրդը ինչ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտը ինձանից շատ հեռացել է։ Սա նշանակում է հետևյալը, որ կա քրիստոնեական բառամթերք ու տպավորություն, սակայն չկա քրիստոնեական կյանք եւ քրիստոնեական կենցաղավարություն։ Սիրելիներ, ինչպես առաջնորդվել Աստծո հոգիով։ Լավ, ինչպես պիտի առաջնորդվենք։ Աստծո հոգով առաջնորդվելը պիտի լինի օրեցօր գիտակցված հնազանդություն Աստծո խոսքին։ Հռոմեացիներին ուղված նամակում 12-րդ գլուխ 1-ից 2 համարները շատ հայտնի համարներ ասում են. Արդ Աստծո ողորմությամբ աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո։ Դա է ձեր հոգևոր պաշտոնը։
ամենօրյա ձեր գործը, ձեր անձերը մատուցեք որպես կենդանի զոհ, որտեղ որ ձեր անձը մեռած է մեղքի համար, ձեր անձը չի արձագանքում որևէ մեղքի կամ գայթակղության, եւ սա ամենօրվա մեր գործը պիտի լինի, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե որն է Աստծո կամքը, որ է բարին, հաճելին եւ կատարյալը, ուրեմն վերափոխվեք, եւ եթե քննում ենք ինքներս մեզ, արդյոք մեր միտքը վերափոխվում է, արդյոք մեր միտքը վերափոխված է, թե մենք միայն խոսում ենք վերափոխման մասին, բայց մնում ենք դեռևս նույնը, ուրեմն ամփոփելով Աստծո որդի լինելու իրական ապացույցը այն է, որ մենք ամեն օր գիտակցաբար մերժենք մեղքի իշխանությունը եւ ապրենք Սուրբ Հոգու առաջնորդությամբ, Աստծո խոսքին հնազանդ կյանք ապրելով։ Ուրեմն որպես գործնական կիրառում քննիր ինքդ քեզ, քննիր եւ վերանայիր քո բոլոր որոշումները, նաեւ այն բոլոր քայլերը, խոսքերը, որ ուզում ես ասած կամ արած լինես, եւ տես արդյոք Աստծո հոգով, Աստծո կամքի եւ Աստծո խոսքի համաձայն է այդ ամենը, թե ոչ։ Տերը թող օրհնի բոլորի սիրելիներ եւ առաջնորդի մեզ հնազանդվելու Աստծո խոսքին, ամեն։